այն հատվածները, որոնք որ գողացվել են համայնքից եւ վանաձորությունից, պետք է հետ վերադարձնել։ Այդ գործընթացը մենք հիմա արդեն իսկ կարելի ասել սկսել ենք։ Ես հնարավոր անելու եմ, որ մեր քաղաքացիներից յուրացված գույքը Այս երկու նույնաբովանդակ հայտարարությունները 6 տարվա տարբերությամբ արել են Լոռու ՔՊ-ական մարզպետները։ Երկու դեպքում էլ խոսում են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարփինյանի կողմից իր պաշտոնավարման տարիներին քաղաքի մանկապարտեզները, մշակույթի կենտրոնները, արտադրական, անգամ պատմական հուշարձան հանդիսացող տարածքներն իր ու իր մերձավորների անունով սեփականացնելու տասնյակ դեպքերի մասին։ Հեղափոխությունից հետո Լոռու բոլոր 4 ՔՊ-ական մարզպետների օրոք պարբերաբար հրապարակվել է Դարփինյանների յուրացրած գույքը։ Անցած շաբաթ Լոռու նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանն այդ բավականին երկար ցանկը հրապարակեց խորհրդարանի ամբիոնից։ Եվ այսպես. Բաթումի 1 հասցե, մանկապարտեզի շենք, Բաթումի 10, մանկապարտեզ, Ազատամարտիկների պուրակ 1 կոտորակ 4, մանկապարտեզ, Աճարյան 6, մանկապարտեզ։ Դեռ 2018-ին մարզի ղեկավարում նստանձնած Անդրեյ Ղուկասյանն էր այս ցանկը դատախազություն ուղարկել։ Կարճ ժամանակ անց արդեն ակտիվ քրեական վարույթներ էին հարուցվել։ Նախկին քաղաքապետին մեղադրում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կեղծիքի ու ապօրինությունների մեջ։ Մինչդեռ 2 տարի անց պաշտոնից հեռանալիս Անդրեյ Ղուկասյանը միայն արձանագրեց, որ իր բարձրաձայնած ապօրինի գույքի խոստացված հետվերադարձը դանդաղում է։ Այո, տեմպերը բնականաբար գոհացուցիչ չեն, ցանկալի էր, որ ավելի արագ այդ գործերը քննվեն եւ նաեւ վստահություն առաջանար այդ առումով հասարակության մոտ, բայց ի վերջո կարծում եմ այդ գործերը կավարտվեն, չեմ կարող ասել երբ, ցավոք սրտի։ Թե ինչու ոչ միայն դանդաղեց, այլև կամ նախաքննության կամ էլ դատաքննության ընթացքում դրանք կարճվեցին, անցած 7 տարիներին իշխանություններից որևէ խոսք չեղավ։ Բայց այսօր էլ ներկայիս մարզպետը մեղադրանքների սլակն ուղղում է նախկին իշխանություններին կոշտ որակումներով։ Դուք 20 տարի մնացել եք ժողովրդի կոկորդում։ Դուք քաղցկեղի պես կերել եք մեզ ներսից։ Դուք կապ չունեք ոչ մեր երկրի, ոչ մեր ժողովրդի հետ։ Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մանկապարտեզի գողեր եք։ Դուք մշակույթի տների գողեր եք։ Դուք զբոսայգիների գողեր եք։ Հանրապետականների օրոք 17 տարի Վանաձորը ղեկավարած Սամվել Դարփինյանն իր որդու եւ եղբոր անունով սեփականացրել է անգամ քաղաքի կենտրոնական հայքի հրապարակի մաս կազմող 2 հատվածներ՝ մարզպետարանի աջ ու ձախ կողմերը։ Չնայած նաև սա էր ներառված դեռ 2019-ին հարուցված ու դատարան հասած քրեական գործում, բայց այն 2 տարի անց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճվեց։ Իրավապահները մեկնաբանեցին, թե նախկին քաղաքապետն ընդունել է իր մեղքը եւ համաձայնել կարճել գործը։ Ուստի քաղաքապետարանը դատական գործ սկսեց համայնքին վերադարձնելու պահանջով, բայց անգամ դատերին չէր ներկայանում։ Ի վերջո Դարփինյանների սեփականացրած գույքը վերադարձնելու մի անհաջող փորձ էլ եղավ, հայցը մերժվեց։ Հանրապետական կուսակցության գրասենյակ դարձած մանկապարտեզի, սուպերմարկետ դարձած մշակույթի կենտրոնի եւ Դարփինյաներին պատկանող շինարարական ընկերությունների անորակ ճանապարհաշինության գործերով քրեական վարույթներն էլ դեռ նախաքննության ընթացքում կարճվեցին, հանցանք չէին գտել։ Սամվել Դարփինյանը չնայած տարբեր քրեական գործերով էր անցնում, բայց միաժամանակ նրա ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը Լոռիում միլիարդների հասնող պետական ու համայնքային ճանապարհաշինական ծրագրեր էր իրականացնում։ Ապօրինի ծագմամբ գույքի պահանջ դատախազությունը ներկայացրեց միայն անցած տարեվերջին։ Այժմ հակակոռուպցիոն դատարանը գրեթե 1 տարի քննում է Դարփինյանների, այդ թվում վարչական դատարանի դատավոր Աղասի Դարփինյանի գույքի օրինականությունն այն դեպքում, երբ նախորդ տարիներին Դարփինյաններն արդեն հասցրել են դրա մի մասը վաճառել։ Մինչդեռ իշխանությունները բարձր ամբիոններից ու հարցազրույցներում շարունակում են պնդել, հետ են բերելու ապօրինի գույքը։ Վանաձորի Տիգրան մեծ փողոցում գտնվող մանկապարտեզի շենքը 2000-ականների կեսերին դարձրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ։ Լոգոն էլ առ այսօր մանկապարտեզի շենքի վրա փակցված է։ Քրեական գործ կա այս մասով։ Այս տարի մի ուրիշ քրեական վարույթով էլ դեռ տարիներ առաջ փակված գործ վերաբացեցին՝ Վանաձորի մաքրման կայանի գործը։ Դարփինյանը կալանավորվեց, բայց կարճ ժամանակ անց ստորագրությամբ ազատ արձակվեց։ Թե այս գործերը ինչ ճակատագիր կունենան, հայտնի չէ։